91 թվականից հետո անցել է 33 տարի եւ այս վերջին 33 տարում Թուրքիայի եւ Իրանի բնակչությունները ավելացել են 31 միլիոնով։ Թուրքիայի բնակչությունը 55 միլիոնից աճել է դարձել է 86 միլիոն, Իրանի բնակչությունը մոտավորապես 58 միլիոնից դարձել է 89 միլիոն, արդեն մոտենում են 90 միլիոն բնակչության։ Այդ նույն ընթացքում Ադրբեջանի բնակչությունը 7.5 միլիոնից աճել է եւ այժմ 10.5 միլիոնի է հասել։ Եվ միայն Հայաստանի բնակչությունը եւ Վրաստանի բնակչություններն են, որ ոչ միայն չեն աճել վերջին 33 տարվա ընթացքում, այլ նվազել են։ Հայաստանը անկախացել է 3.7 միլիոն բնակչով, 33 տարում մեր երկրի բնակչությունը պակասել է գրեթե 1 միլիոնով։ Վրաստանի պարագայում 5.3 միլիոնով Վրաստանը անկախացել է եւ այժմ Վրաստանի բնակչությունը ընդամենը 3.7 միլիոն է։ Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը ժողովրդագրական խնդրի լուծումն է։ Ինչպես անել, որ Հայաստանի բնակչությունը աճի, ինչպես աճում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի բնակչությունը։ Երկրների ժողովրդագրությունը, բարեկամներ, ամենակարևոր ֆակտորներից մեկն է, որը ուղիղ ազդեցություն ունի քաղաքականության վրա, որովհետեւ դրանով է որոշվում երկրի հզորությունը, նաեւ դրանով։